Բարև ձեզ սիրելիներս, մենք շարունակում ենք ձեզ հետ քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք նրա 3-րդ երգի 5-րդ գլուխը։ Վիդուրան ինքը հարցեր տվեց Մայտրեյային եւ Մայտրեյան սկսեց պատասխանել Վիդուրային։ Մենք տեսնում ենք, որ Մայտրեյան ինքը ընտրեց մի հետաքրքիր մոտեցում այն իմաստով, որ ինքը գնահատեց Վիդուրայի հարցերը որպես այն հարցեր, որոնք տրվել են նյութական աշխարհում ապրող կենդանիակների բարօրության համար։ Եվ Մայտրեյան ինքը հենց այդպես էլ ասեց, ինքը ասեց, ես կպատասխանեմ քո հարցերին 0 կետից։ Եվ հիմա Մայտրեյան ինքը արդեն քննարկում է մանրամասները։ Մենք ձեզ հետ կհամոզվենք, որ արիացիները իրենք յուրահատուկ ճշգրտությամբ, յուրահատուկ մանրամասնությամբ են քննարկում ընդհանրապես, թե ինչպես է արարվում նյութական աշխարհը։ Այսինքն իրենք չեն սահմանափակվում այդպիսի խոսքերով, որ առաջի օրը Աստված ստեղծեց սա, երկրորդ օրը ստեղծեց նա, իսկ 7-րդ օրը օգնեց։ Հա? Իրենք շատ մանրամասն բացատրում են ընդհանրապես, թե ինչպիսի կառուցվածք ունի նյութական աշխարհը, ինչ սկզբունքների վրա է նա հավաքված, ինչու համար է սա իրականում կարևոր, որովհետև արիացիները իրենք ռեալ, սա ամենակարևոր գաղափարն է, որ մենք պետք է հասկանանք, որ արիացիները իրենք ռեալ, հասկանում եք, առաջընթաց էին ունենում դեպի ազատագրում։ Այսինքն իրենք ռեալ կարողանում էին դուրս գալ նյութական էներգիայի ազդեցության տակից։ Եվ այդ որ իրանք դա կարողանում էին հասնեին ազատագրման վիճակի եւ համոզվեին, որ իրանք այս նյութը չեն, այլ հոգեվոր սկզբունք են, չէ՞։ Այդ process-ը իրականում պետք կենդանիակներ իրանք անցնում են երկու ձևով։ Մեկը դա ինքնուրույն ճանապարհն է, երբ որ անձնավորությունը ինքը հենվում է իր սեփական ունակությունների վրա։ Երկրորդը դա այն ճանապարհն է, երբ որ անձնավորությունը ինքը հենվում է Գերագույն Աստծո անձնավորության վրա։ Առաջի ճանապարհը ինքը մենք արդեն շեշտել ենք ձեզ հետ, որ հոգեբանական տեսանկյունից առաջի ճանապարհը ընտրում են այն կենդանիակները, որոնք որոշակի գոռոզություն ունեն նույնիսկ հոգևոր ճանապարհին։ Եվ իրենց համար հաճույք է զգալ, որ իրենք իրենց սեփական ուժերով են առաջ գնում։ Հիմա ովքեր են ընտրում այդ ճանապարհը։ Իհարկե, ընտրում են այն անձնավորությունները, որոնք իրենք զգում են իրենց առավելությունները։ Որոնք են այդ առավելությունները։ Առաջի հերթին դա ուժն է ղեկավարել սեփական զգայարանները, որովհետև ասենք թույլ անձնավորությունները, չէ, իրենք սկսում են ղեկավարել իրենց զգայարանները, բավարարելով դրանք։ Եվ դա, մենք արդեն բազմիցս հարյուրավոր անգամներ ես դա ասել եմ, չէ, որ արիացիների հոգևոր ճանապարհը ինքը ուրեմն բաղկացած էր 4 փուլից, եւ առաջի փուլը, որը կոչվում է կարմա յոգա, ինքը այդտեղ կենդանիակը ինքը կարգավորում է իր նյութական գոյությունը, դրա հիման վրա վստահություն է զարգացնում Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, չէ, եւ ասենք դրա հետևանքով ինքը կարողանում է արդեն գնալ հոգու շահերի հետևից, բայց այդ կարգավորիչ սկզբունքները, չէ, հասկացած բարոյականության օրենքները, որին ինքը այդ ճանապարհը ինքը անցնում է բարոյական օրենքները ընդունելով։ Հիմա ո՞րն է դրա հիմքը։ Դա այդտեղ ոչ թե կենդանիակը ինքը հրաժարվում է վայելքից, այսինքն բարձր մակարդակ ունի զգայարանները բավարարելու, չէ, այլ ինքը գնում է այն ճանապարհով, որ բավարարում է զգայարանները, սահմանափակելով աստվածային, ուրեմն բարոյականության օրենքներով։
Այսինքն առաջի հերթին կենթանիակը ինքը ոչ թե պայքար է մղում իր զգայարանների դեմ, այլ բավարարում է այդ զգայարանները աստվածային մեթոդներով։ Որն է այդ աստվածային մեթոդի հիմքը։ Ես սա հազարավոր անգամներ արդեն ասել եմ, չէ՞։ Այդ հիմքը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը պետք է հասկանա, որ իր զգայարանները բավարարելուց, այսինքն գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ գիրակույն Աստծո ազնվորությունը ինքը դեմ չի, որպեսզի կենթանիակը ինքը բավարարի իր զգայարանները եւ երջանիկ լինի։ Ինքը դեմ է, այսինքն ռեակցիա է գալիս, տառապանք է գալիս, եթե կենթանիակը ինքը զգայարանները բավարարելու ճանապարհին տառապանք է պատճառում ուրիշ կենթանիակներին։ Այստեղ է առաջանում տառապանքը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, առաջի քայլով կենթանիակը, նրանք ովքեր դրանք սկսնակներն են, չէ, սա առաջի քայլն է։ Իրանք սկսնակներն են։ Իրենք ղեկավարում են իրենց զգայարանները բավարարելու ցանկությունը, հա, այսինքն առաջի քայլով իրանք դեռ ունակ չեն հրաժարվել նյութական աշխարհից, այսինքն այնպես ղեկավարեն իրենց զգայարանները, որ ընդհանրապես այդ զգայարանները չբավարարեն, որտեղ իմաստունները, ովքեր որ գնում են բնության մեջ, ասենք հրաժարում են ընդունում, չէ, իրանք այնտեղ շատ ասկետիկ կյանքով են, չէ, ապրում։ Եվ այդ ասկետիկ կյանքը ինքը արտահայտվում է նրանում, որ իրենք իրականում հնարավորություն չեն ունենում բավարարել իրենց զգայարանները եւ ապրում են շատ խիստ հրաժարման մեջ, չէ։ Ուրեմն հետեւաբար նրանք, ովքեր որ այդպիսի հզորություն իրանց մեջ չեն զգում, իսկ իրականում հրաժարվածների խավի մեջ կարող են մտնել միայն նրանք, ովքեր իրենց ներքին աշխարհում բարոյականության գագաթնակետին են հասած։ Հասկանում եք, որովհետև արիացիները իրենք համարում են, որ իրական գիտելիքը կամ իրական իմաստությունը կենթանիակին պետք է բերի մաքրության։ Հասկանում եք։ Եվ ուրեմն առաջի փուլում, չէ, կենթանիակը ինքը թույլ է դեռ։ Եվ իրան գերագույն Աստծո անձնավորությունը այդպիսի պահանջ չի դնում, որ դու այսպես միանգամից պիտի զգայարաններդ ընդհանրապես չբավարարես ու եսի ինչ, չէ։ Դա երբ որ կենթանիակը հատկապես սեռական հարաբերությունների, այսինքն սեռական կարիքի մեջ, չէ, որտեղ որն է էլի զգայարանները բավարարելը։ Դա լեզուն է, ստամոքսը եւ սեռական օրգանները, չէ։ Եվ եթե մարդը ինքը մենք տեսնում ենք, որ բոլոր կրոնականությունները իրենք այդ թեման քննարկում են, որ ազնվորությունը ինքը պետք է ղեկավարի եւ իր լեզուն, եւ իր ստամոքսը, եւ սեռական օրգանները։ Այդ ղեկավարելը, չէ, ինքը ամենտեղ տարբեր կերպ է առաջարկվում, թե ինչպես ղեկավարել։ Մենք տեսնում ենք ձեզ հետ, որ արիացիները իրենք շատ նուրբ կերպով հաշվի են առնում կենթանիակի պայմանավորված վիճակը, այսինքն իրենք հաշվի են առնում ինչ է կարող անել այս անձնավորությունը։ Եվ իրենց կրոնականությունը, գաղափարախոսությունը, չէ, իր ներքին կառուցվածքում ունի այս ուղղվածությունը, որ դու կենթանիակ ես, որը դեռ չես կարողանում ղեկավարես քո զգայարանը, հա, եթե դու չես կարողանում զսպես քո զգայարանը, բավարարի այն այնպես, որ ուրիշ ոչ մի կենթանիակի տառապանք չպատճառես։ Եվ դա կոչվում է բարոյականության օրենքներ։ Բարոյականության օրենքները գոյություն ունեն ոչ թե նրա համար, որպեսզի կրոնական մարդը ինքը հանդուրժի կամ համբերի սրիկաներին եւ արատավորներին եւ թույլ տա իրեն դժբախտ դարձնել։ Դա այդպիսի բան, այդ գաղափարները հորինում են միայն աստվածամերժերը, այսինքն հենց արատավոր ազնվորությունները, որպեսզի իրենք խեղճացնեն հոգևոր մարդուն եւ մենք պետք է հասկանանք, որ աստվածամերժության դարաշրջանում աստվածամերժերը, երբ որ իրենք զավթում են կրոնականության դաշտը,
իրենք բոլոր գաղափարախոսությունները տանում են մի ուղղությամբ, որպեսզի հոգևոր մարդը երբեք չմտածի դրա մասին, որ արատավոր անձնավորությունը կարելի է կանգնեցնել։ Համբերության գաղափարը ինքը այդ գաղափարն է, որ քո դիմացինը ինքը պետք է մնա արատավոր, իսկ դու, եթե հոգևոր ես, պիտի համբերես։ Չէ, եւ մենք հասկանում ենք, որ այս գաղափարի մեջ, այսպես ասեմ, էլի չկա ոչ մի արդարություն։ Ուրեմն, երբ որ մենք փորձում ենք ընդհանրապես գնահատել որևիցե աստվածային գաղափար, մենք առաջի հերթին պետք է ընդմիշտ հիշենք. Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբեք ոչ մի անարդար գաղափար առաջ չի քաշում։ Անարդար է պահանջել առաքինի անձնավորությունից ընդունել դժբախտ լինելու անհրաժեշտությունը այն պարագայում, որ այդ իր դժբախտությունը հիմք է դառնում, որ արատավոր անձնավորությունը ազատ իր համար ինչ ուզում է անի, հենց առաջի հերթին իր հետ, հոգևոր մարդու հետ։ Հասկանում եք, եւ սա ստացվում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սատանան է, որովհետև միայն սատանան կարող է այդպիսի գաղափար առաջ քաշել, որ առաքինի անձնավորությունը պիտի հանդուրժի արատավորին, որպեսզի արատավորը կարողանա անպատիժ տառապանք պատճառի հոգևոր մարդուն, իսկ հոգևոր մարդը այդ բոլոր տառապանքները պիտի դիմանա, որպեսզի հետո, ուրեմն մահից հետո Աստծուց գնա դրախտային, ուրեմն աշխարհներ։ Եթե մի հատ ուշադիր նայեք, չէ, թե այդ գաղափարի մեջ ինչքան սատանիզմ կա, միանգամից կընկալենք, էլի, որտեղ մենք երբեք մարդը ինքը մի տեսակ ոնց որ ես հասկանում եմ, որ այդ մակրոանալիզով ինչ-որ պրոցեսների մոտենալը դա բոլորին տրված չի։ Եվ մարդիկ իրանք խճճվում են այդ մանր-մունր ուրեմն բաների մեջ ու չեն էլ վերջնականում չեն էլ կարողանում իրենց բանականությունը այնպես աշխատացնեն, որ սթափ հասկանան, թե ընդհանրապես այստեղ էս ինչի մասին էր խոսքը։ Հասկանում եք։ Հիմա սիրելիներս, ուրեմն մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք ասում են, որ առաջի հերթին գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է, ես տիեզերքը բաժանել եմ դարաշրջանների։ Եվ հոգևոր մարդիկ իրանք ծնվում են աստվածակենտրոն դարաշրջաններում, այսինքն իրենց նմանների շրջապատում, ծնվում են աստվածակենտրոն կայսրության մեջ, որպես աստվածակենտրոն պետության քաղաքացի, եւ այդտեղ բոլորը իրար վերաբերվում են կրոնականության, բարոյականության սկզբունքների հիմքի վրա։ Երբ որ գալիս է աստվածամերժության դարաշրջանը, չէ, այստեղ իրականում իրավիճակը շատ այսպես խառնվում է, դառնում է շիլաշփոթ։ Որն է այդ շիլաշփոթը։ Այդ շիլաշփոթը ինքը կայանում է նրանում, որ անձնավորությունը, աստվածամերժության դարաշրջանում ծնվում են արատավոր հոգիներ։ Հիմա այդ արատավոր հոգիներից ոմանք, չէ, կանգնում են հոգևոր աճի ճանապարհի վրա։ Եվ այդ առաջի քայլը, որ աստվածամերժությունում, այսինքն իրականում բացարձակապես մաքրությունը կորցրած կենդանի էակը, ինչ որ պատճառներով, հիմա պատճառները չքննարկենք, դա ընթացքում մշտական քննարկում ենք, չէ, ինչ որ պատճառներով դիմում է կրոնին։ Ինքը գերագույն Աստծո անձնավորությունը Բhagavad Gita-ում դա ասում է այսպես. 4 տեսակի կենդանի էակներ են դիմում կրոնին կամ դիմում ինձ Աստծուն, Ովքեր են նրանք։ Նրանք, ովքեր տառապում են, նրանք, ովքեր ուզում են բարելավել իրենց նյութական գոյությունը, նրանք, ովքեր հետաքրքրասեր են, եւ նրանք, ում հետաքրքրում է ճշմարտությունը։ Եվ հետագայում ինքը կավելացնի. նրանք, ովքեր փնտրում են ճշմարտությունը, ինձ համար ամենաթանկն են։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ կենդանիակները իրենք գալիս են այդ 4 մոտիվներից գերագույն Աստծո անձնավորության մոտ։ Հիմա եւ մենք պետք է ուրեմն հասկանանք, չէ, որ այդ իրադրությունը ինքը
աստվածամեժության դարաշրջանում հիմնականում կրոնականություն, այս առաջի քայլը, որ իրենք անում են դեպի հոգևորը, դա տառապանքից ազատվելու անհրաժեշտությունն է։ Ինչու՞։ Որովհետև աստվածամեժերը իրենք անարդարությունների եւ դաժանության վրա են հենված։ Անարդարության հիմքի վրա խորամանկությունը եւ դաժանությունը դա աստվածամեժների հիմնական ներքին պլատֆորման է, չէ՞։ Եվ հիմա, այդտեսեք կենդանիակը ինքը եկավ եւ այդքան տառապանք ստացավ, իսկ ինքը երբ է տառապանք ստանում, երբ որ իր անցյալ կյանքերում ինքը ոչ մի պաշտար չունի, որը իրան թույլ կտա ուրիշ կենդանիակների համեմատ առավելություն ունենա, այսինքն որ օրինակ ինքը ունենա հզորություն կամ ունենա իշխանություն, հա, եւ ծնվի թեկուզ եւ աստվածամեժության դարաշրջանում, բայց ծնվի այնպիսի անձնավորություն, որին մեղմ ասած տառապանք պատճառելը այդքան էլ հեշտ չի, չէ՞, տառապանքը միշտ պատճառում են խեղճերին։ Ովքեր են խեղճերը։ Երբ որ մենք նայում ենք այսպես մենակ այս մի կյանքը, չէ, ապա մենք խեղճերի հանդեպ կարեկցանք ենք զգում։ Բայց եթե մենք նայում ենք վերածննդի գաղափարի տեսանկյունից, մենք պիտի հասկանանք, որ իրականում խեղճերի վիճակում են ծնվում շատ մեղավոր հոգիները, որոնք իրենք իրենց անցյալ կյանքերում ոչ մի պաշար չեն կարողացել հավաքել, որպեսզի ունենան 6 ուրեմն արժանինքներից որևիցե մեկը, որը իրենց թույլ կտա, որպեսզի նյութական աշխարհում իրենց կյանքը համեմատաբար թեթև անցնի։ Որոնք են այդ արժանինքները, մենք բազմիցս կրկնել ենք. առողջությունը եւ գեղեցկությունը, ուժը, փառքը, հարստությունը, իմաստությունը եւ անկախությունը։ Չէ՞։ Հիմա մենք տեսնում ենք, որ ասենք այդ խեղճերը իրենք բացարձակապես զրկված են այդ արժանինքներից, իսկ այդ արժանինքներից զրկվում են, երբ որ իրենց անցյալ կյանքերում շատ մեղավոր գործեր են կատարել։ Չէ՞։ Հիմա տեսեք այդ մեղավոր գործերը կատարել հատկապես աստվածամեժության դարաշրջանում, երբ որ այսպես կոչված բարձր խավերում ծնվում են գոռոզները, այսինքն իրենց բնությունն էլ մաքուր չի, բարիություն չկա մեջը, չէ՞, իրենք ճաշում են խեղճերին, որ խավի ներկայացուցիչ ուզում է լինի, որտեղ մարդը ինքը կարող է ծնվել իշխանավորների ընտանիքում, բայց բնավորությամբ լինել խեղճ։ Կարող է ծնվել, չգիտեմ, ալիգարխի ընտանիքում, բայց բնավորությամբ լինել խեղճ։ Կարող է ծնվել մտավորականի ընտանիքում, բայց ունենալ արատավոր կամ խեղճ բնություն։ Հասկանում եք, ուրեմն այդ խեղճերին, որոնք թույլ են, միշտ նեղացնում են, այսինքն տառապանք են պատճառում։ Եվ այդ տառապանքը ինքը սովորաբար տալիս է երկու արդյունք, կարող է տալ երկու արդյունք։ Մեկը դա նա է, որ կենդանիակը ինքը դաժանանում է, հա, եւ այն տառապանքը, որ ինքը ստացել է, շարունակում է հիմա էլ ինքն է տառապանք պատճառում, որպեսզի մուռ հանի, էլի վրեժխնդիր լինի այն տառապանքի համար, որ ինքն է ստացել, չէ՞։ Եվ հակառակը, տառապանքը ինքը կարող է մարդուն ավելի բարի դարձնել։ Որտեղ ես սովորաբար մի նախադասությունով եթե ասենք, առաջինները իրանք ասում են, թող բոլորը տառապեն, այնպես կամ այնպես ինչպես ես, կամ ինձանից ավել, որ ես բավարարվեմ, որ արդարություն կա, հա, կամ երկրորդները իրենք հետևում են այդ սկզբունքին, որ ինչպես ես եմ տառապել, թող ոչ մեկ չտառապի։ Կամ ինչքան իմ համար է դժվար եղել, թող ինձանից հետո եկողների համար դժվար չլինի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այդ կենդանիակները իրենք կարող են դիմել կրոնին, երբ որ տառապանքից բարիանում են, կարող են դիմել կրոնի մոտ ապաստարան են խնդրում, որպեսզի Աստված իրենց այդ անարդարություններից պաշտպանի, չէ՞։ Հիմա, երբ որ իրանք դիմում են կրոնին եւ իրենք աստվածամեժության դարաշրջանում են ծնվել, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ մեծ խնդիր ունի այդտեղ, որտեղ չկա իրական կրոնական հասարակություն, որտեղ այդ անձնավորություններին կարելի է կոպիտ ասած տեղավորել։ Եվ աստվածամեժության դարաշրջանում, երբ որ անձնավորությունը ինքը
բան է անում, ասեք, երբ որ ազնվորությունը ինքը հոգևոր կյանք է ընդունում, չէ, օրինակ տեսեք, շատերը իրենք մտածում են, ես հիմա շատ մի հատ համարձակ բան եմ ասելու։ Շատերը իրենք մտածում են, որ այսպես կոչված դեմոկրատիան կամ աշխարհը, որտեղ որ պաշտպանված են մարդու իրավունքները, իրականում այսպես արտաքին հայացքից ստեղծել են աթեիստները, չէ՞։ Եվ ստեղծել են իրենց համար, որպեսզի իրենք կարողանան, այսպես առանց խոչընդոտների բավարարեն իրենց զգայարանները, ազատ լինեն այդ դաշտում։ Բայց իրականում, երբ որ մենք լուրջ ենք նայում, չէ, երբ որ մենք հասկանում ենք, որովհետև ասենք հիմա յուրահատուկ աստվածամեժության դարաշրջան է, ես դա քանի բազմիցս քննարկել եմ, չէ, որ 72 աստվածամեժության դարաշրջանը մեկ գալիս է մի այսպիսի շրջան, երբ որ հայտարարվում է հոգևորի վերածնունդը, այսինքն այսպես աստվածամեժության դարաշրջանի մեջ է մտնում մի էտապ, որտեղ այդ բոլոր են կենդանի ակները, որոնք իրենք աստվածամեժության դարաշրջանի դաշտից դիմեցին կրոնին, ստանում են հնարավորություն, որովհետև արիացիները իրենք քննարկում են, որ սովորաբար, եթե անձնավորությունը սովորաբար աստվածամեժության դարաշրջանում Աստված բառի համար մարդուն կարող են սպանել։ Բառի համար, էլ չենք ասում կրոնական պրակտիկայի համար, չէ՞։ Եվ ասենք դրա ամենավառ ապացույցը դա սովետական միությունն էր, որը ինքը բացարձակ աստվածամեժության պետություն էր, չէ, մատերիալիզմի հիմքի վրա ստեղծված պետություն էր, որտեղ գաղափարախոսությունը ինքը յութապաշտական էր, եւ մենք տեսնում ենք, որ հատկապես սկզբնական շրջանում, չէ, ուրեմն աթեիստները իրենք փորձել են սովետական միության սահմանում ուղղակի վերացնեն, չէ, թե ինչքան եկեղեցիներ են ոչնչացվել, տրաքացվել, չգիտեմ, սարքվել կենդանիների համար գոմ, չգիտեմ, բան գյուղատնտեսական ապրանքների համար սկլադ, եսի միջի հնարավոր չի թվարկել, չէ, թե ինչ կանակությամբ հոգևորականներ են գնդակահարվել, Սիբիրներ աքսորվել, չգիտեմ, ինչի ահավոր բան է, չէ, եղել։ Հասկանում եք, թեկուզ մյուս կողմից մենք կարող ենք ասել, որ լավ, այդտեղ չգնանք, այնքան դա կարևոր չի, հա, ուրեմն տեսեք, չէ, սա փաստ է, չէ, այսինքն որ աթեիստները իրանք այդպես են արել, եւ սովորաբար աստվածամեժության դարաշրջանում հենց այդպես էլ տեղի է ունենում, բայց 500 տարի առաջ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտարարեց այդ կրոնականության վերածնունդ, այսինքն կրոնականության մի փոքր շրջան, չէ, տեսեք 500 տարի առաջ սկսվեց վերածննդի դարաշրջանը, հենց այն ժամանակ, երբ որ այդ բանը հայտարարվել է, եւ կամաց-կամաց մարդկությունը ինքը գնաց մարդու իրավունքների պաշտպանության ճանապարհով, եւ եթե նկատեք, կրոնական այդ որ մարդը ինքը իրավունք ունի ընտրել իր համար պաշտամունք, այսինքն կրոնական ազատությունը, չէ, ինքը դարձավ մարդու իրավունքների պաշտպանության հիմնաքարերից մեկը։ Եվ աստվածամեժության դարաշրջանում հոգևոր մարդիկ ստացան հնարավորություն ազատ զբաղվել իրական կրոնականությամբ։ Ճիշտ է, ներքին պայքարը միշտ կա, որովհետև թեկուզ եւ այսինքն այդ կրոնականությունը ինքը պիտի լինի այս ընթացքում մի որոշ ժամանակ պիտի լինի, չէ, եւ այդ որ ինքը պիտի լինի, կրոնականները իրան աթեիստները իրան գնացին այն ճանապարհով, որ մտան կրոնականության դաշտ, ստեղծեցին բաներ, այսպես ձևական կրոնական շարժումներ, չէ, եւ ընդունեցին այդ ձևական կրոնական շարժումները, ընդունեցին որպես իրենց համար պետական կրոն,
չէ՞։ Որն է ձևականությունը։ Ազնվորությունը իր ներսում, չէ՞, մնում է արատավոր կենդանի էակ։ Հասկանում եք։ Բայց ինքը ունի, չգիտեմ, եկեղեցի, մեջիդ, չգիտեմ, տաճար, եսիմիջ, որտեղ ինքը գնում է եւ Աստծուց խնդրում է իր ցանկությունների իրականացում եւ պաշտպանություն։ Բայց աթեիստների համար կարևորը դա է, որ ինքը մնում է արատավոր կենդանի էակ։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր գաղափար է։ Հիմա, իսկ այն ազնվորությունները, որոնք գնում են այն ճանապարհով, որպեսզի ընդունեն հոգևորի էությունը, չէ՞, այդպիսի ազնվորությունների համար տարբեր տեսակի խոչընդոտներ են ստեղծվում։ Հա, եւ ուրեմն եթե դա բռնապետական պետություններ են, ապա այդ կրոնի իմաստի հետևից գնացողներին ուղղակի ճնշում են, ուղղակի բանդարկում են, չգիտեմ, տարբեր տեսակի նյութական խնդիրներ են ստեղծում, պրովոկացիաների են ենթարկում, այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որ ազնվորությունը, մենք հայավարի ասում ենք, գլխին բան են սարքում, չէ, ինչ որ մի բան սարքում են, տանում միտեղ բակում, կամ չգիտեմ ինչ, հասկանում եք, կամ ասենք մարդու մասին սկսում են բամբասանքներ տարածել, խայտարակել իրան, եսիմիջանել, որպեսզի ինքը չկարողանա, ասենք ընդհանրապես քայլանի հասարակության մեջ, չէ, դա ձևերը շատ են, էլի, այդ ներքին հոգևոր ճանապարհով գնացողների հանդեպ, չէ, եւ ամենավերջինը, եթե արդեն դա համարվում է դեմոկրատական պետություն, արվում է ամենավերջի քայլը, իրական հոգևոր մարդկանց ուղղակի արհամարում են։ Այնպես ամեն ինչը այնպես է դասավորվում, որ ոնց որ այդ հոգևոր մարդը ինքը պրոստը չկա։ Իրան ոչ վնասում են, բայց ոչ էլ ընդհանրապես ինչ որ մի տեղ է տալիս։ Սա վերջի բանն է, այդպես շատ հետաքրքիր ձև է իրական հոգևորականներին, այսպես վատ վիճակի մեջ դնելու, հա, երբ որ իրանք հայտնվում են ուղղակի օդի մեջ։ Ոչ մեկին պետք չեն, ոչ մեկ ոչ մի բան չի ասում, բայց ոչ էլ ոչ մեկին պետք են, հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասենք, մենք պիտի հասկանանք, չէ, որ այդ ժամանակ, երբ որ կենդանիակը ինքը աստվածամերժության դարաշրջանում է դիմում կրոնին, այո, ինքը շրջապատված է իրականում աստվածամերժ կրոնականներով կամ աղանդավոր կրոնականներով, որոնք իրենք ձևական կրոնականներ են, ունեն շատ ագրեսիվ բնություն, հա, եւ իրենց ներքին աշխարհով աթեիստից ոչ մի բանով չեն տարբերվում։ Հենց այդպիսի կրոնականներն են, որ իրականում իրենք չեն ուզում նկատել, որ երբ որ իրենք աթեիզմի ժամանակ, ոնց ասեմ, աթեիզմի դաշտում օրենքը մի հատ է, արդար է նա, ով ուժեղ է։ Եվ նա, ով որ ուժ է կուտակել, չէ, ինքը կարողանում է միշտ հաղթել եւ բռնություններ կատարել թույլերի հանդեպ։ Եվ այդ թույլերը, որոնք իրենք իսկ ինչու իրանք ուժ չեն հավաքում, որովհետեւ շատ են կապված գայական վայրկին։ Եվ այն ժամանակ, երբ որ ուրիշ ազգը կամ ուրիշ անձնավորությունը ինքը ճգնություններ է անում, ինչ-որ ճիգեր է գործադրում հզորանալու համար, որպեսզի հետո կարողանա ագրեսիա իրականացնի, այդ մյուս անձնավորությունը ինքը ուղղակի վայելում է իր կյանքը, իսկ վայելքը իրականում ինքը դա ռեսուրսը ծախսողի տրամաբանություն է։ Չէ, հետո երբ որ գալիս է այդ հակամարտության պահը, երբ որ ուժեղ է իր նախանձը կամ իր ագրեսիան իրականացնելու համար համապատասխան ուժ է հավաքել, սրանք, որոնք մենակ վայելում էին, իրանք պարտվում են։ Եվ այդ ժամանակ Աստծուց պաշտպանություն են խնդրում։ Եվ ես դա միշտ ասել եմ, ասում եմ ու ասելու եմ։ Իմ հայացքով Գերագույն Աստծո անձնավորությունը հոգնել է ցույց տալ մարդկությանը, որ ինքը այդ ձևական կրոնականներին չի պաշտպանում։ Հաղթում է նա, ով ավելի խորամանկ է կամ ավելի ուժեղ, վերջ։
ուզում ես աղոթի, ուզում ես մի աղոթի, որովհետև Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բոլոր կրոնականությունների մեջ պատվիրաններ է տալիս։ Այսինքն ինչ-որ պահանջմունք է դնում, ինչ-որ մի պայման է դնում, թե որ դեպքում է, ում է, որ ինքը պաշտպանում է։ Հասկանում եք, սա պիտի հասկացվի։ Եվ ոնց որ ասում են բան էլի, այդ մի հատ այդ սթափությունը պիտի ունենանք, էլի, որ նայենք աշխարհին եւ տեսնենք, որ ախպերի, իրոք այդպես է։ Չի պաշտպանում Գերագույն Աստծո ազնվորությունը, զորով չի։ Եթե մենք արատավոր բնություն ունենք, բայց համարում ենք, որ մենք կրոնական ենք։ Հասկանում եք, եւ հիմա տեսեք, այդ պարագայում, չէ, երբ որ ազնվորությունը ինքը նոր է ընդունում կրոնականությունը, ինքը հայտնվում է այդ իրավիճակում, որ ինքը շրջապատված է արատավոր կենդանի ակներով, չէ, ինքը մի օր առաջ հենց ինքն էլ արատավոր կենդանի էակ էր, հիմա ինքը եկել է հոգևոր դաշտ։ Այստեղ է, որ կրոնը ինքը ասում է, այստեղ, չէ, դու պիտի հասկանաս, որ այդ արատավոր ազնվորությունները իրանք ունեն իրենց ազատությունը եւ միակ բանը, որը դու կարող ես այդտեղ անել, դա անսահման իրենց շնորհակալ մնալն է, որ իրենք գոնե քեզ չեն խանգարում, որ դու քո ճանապարհով գնաս։ Լինի դա ընտանիքի անդամները, չէ՞ որ ասենք, տեսեք օրինակ ես միշտ պատմում եմ, ես այդպիսի ուսանող եմ ունեցել, որը ինքը շատ մեծ խանդավառությամբ ընդունում էր Բաքծին։ Արիացիների կրոնականության մեջ այն կրոնականությունը, որը հիմա լայնորեն տարածվում է, որը մենք գիտենք որպես Կրիշնայիտների ուրեմն շարժում։ Ինքը գաղափարախոսությունը մեծ խանդավառությամբ ընդունում էր։ Եվ որ ինքը դադարեց միս ուտելը, տեղից էլ ոչ ծխում էր, ոչ էլ մի առանձնապես խմող էր, հա, երբ որ ինքը միս ուտելը դադարեց, իր ընտանիքը դուրս եկավ իր դեմ։ Այսինքն շանտաժով, սենց կանենք, նենց կանենք, համարի դու ծնող չունես, չգիտեմ, կմորթենք, կսպանենք, եթե մի անգամ էլ իմացել ենք, որ ուրեմն ամեն օր պարտադիր խորոված ուտես, որ մենք համոզվենք, որ դու այդտեղ չես, չգիտեմ, ինչ, եւ իր հայրը մի անգամ իրեն ասել էր, ավելի լավ էր դու նարկոման դառնայիր, քան Կրիշնայիդ։ Հիմա ես այստեղ շատ ուզում եմ այդ ճշգրտությունը մտցնեմ, էլի, այդքան մաքրության ձգտող։ Հասկանում եք։ Տարիներ անցան, երբ որ ես արդեն ամուսնացել էի, աշխատանքը վաղուց թողել էի, խորասուզված էի հոգևորի մեջ, ոչ թե կրիշնայականների շարժումի, այլ հոգևորի մեջ։ Եվ ուսումնասիրում էի գրականությունը, շատ լուրջ։ Հա, եւ տեսեք, մի անգամ ես ուրեմն արդեն երեխա ունեի, աղջկաս հետ գալում էինք, ինչ որ տեղ էինք գնում, եւ հանկարծ ինձ մի հատ երիտասարդ կանգնացրեց. «Վայ, Տիկին Մեկչյան, դուք եք, բան, հազիվ ձեզի ճանաչեցի, ես էլ իրան ընդհանրապես չճանաչեցի, հա, որտեվ երեխայից հետո ես բավականին գիրացել էի, շատ էի փոխվել»։ Եվ ասենք, ինքը այսպես բալով ասեց, դուք եք, չէ՞, ասի, հա, ես եմ, ասի, տեղը չեմ բերում, ապա ես նորիկն եմ։ Գլուխս մի moment բան արեցի, թե ինչ նորիկ, տեղը բեցի, վայ, ասի, բալիկ, դու ես, բա, ու մեկ էլ, գիտեք, ինքը այսպես ձեռքերը դողում էր, մի այնպիսի վիճակում էր, որ ես ուղղակի չեմ ուզում քննարկեմ, ու ես այդտեղ իմացա, ես մինչև այդ չգիտեի, որ իր հայրը այդպես էր ասել։ Ասի, բայց ինչ ես ես մի տեսակ տարօրինակ վիճակում, բան, ասես նոր եմ դուրս եկել, ասի, որտեղից ես դուրս եկել, բան, նարկոդիսպանսերից բուժում էի ստանում, ասի, ոնց, դու ախր ինչ-որ մաքրության ճանապարհով էիր գնում, մաքրության հանդեպ շատ հակում ունեիր, ոնց հասար այդ նարկոմանի վիճակին, չէ, ու ինքը ինձ այդտեղ պատմեց, ասես, գիտեք, ասեց, ես մեկ մտածում եմ, որ դա իմ հայրը արեց,
որովհետև ինքը մի անգամ այսպիսի հայտարարություն արեց, ու դրանից հետո ես հանդիպեցի այնպիսի մարդկանց, որ ինձ քաշեցին տարան այդ ճանապարհով, ու ես այսօր, ասենք, ոչ կրթությունս ավարտեցի, ոչ ինչ-որ մի հաջողությունների եմ հասել, ոչ չգիտեմ ինչի, այլ նոր բուժումն եմ ավարտել, հիմա դուրս եմ եկել, չգիտեմ ինչով զբաղվեմ։ Հասկանում եք, չէ՞, ու ասենք, այդ տեսեք, այդ գերագույն աստվածավորությունը ինքը կատարեց այդ հոր ցանկությունը։ Տիպը էս էիր ուզում, առ։ Եվ սա ինքը աստվածամեժության դարաշրջանում շատ կարևոր թեմա է, որ մարդը ինքը պիտի հասկանա, որ այ արդեն փառք քեզ Տեր Աստված, հա, որ ինձ չեն խանգարում, որ ես մաքրության ճանապարհով գնամ։ Ինձ չեն ստիպում, որ ես միս ուտեմ, չգիտեմ, չեն, ասենք, որն է, չէ, այդ ճանապարհին ամենադժվար իրավիճակը որն է, չէ, ամենադժվարը դա կնոջ դիրքն է, որը ինքը կախված է, եւ երեխայի դիրքն է, որը ինքը կախված է, չէ։ Եվ ասենք ամուսինը կարող է ընդհանուր մինչև կոպիտ բռնություն կիրառել կնոջ հանդեպ, եթե ինքը օրինակի համար ասենք մի օր գա ասի ես սրանից հետո միս չեմ, ձեր համար միս պատրաստելու եմ, բայց ես չեմ ուտելու։ Եվ ես դեպք ունեմ, երբ որ տղամարդը ինքը որոշում կայացրեց, որ այդ 4 մաքրության սկզբունքները ինքը վերցնելու է, եւ իր կինը կարողացավ հասնի նրան, որ դու թվում է փորձի ու դու դարձի բուսակեր, հետո կիմանաս թե քո հետ ինչ կլինի։ Հասկանում եք, եւ ինքը վախից շարունակեց մնալ բուսակեր։ Այսինքն այսա ինքը մենք պետք է հասկանանք, որ աստվածամեժության դարաշրջանում, այո, հիմնականում այդպես է լինում, որ հենց որ մարդը ինքը գնում է կրոնականության էության հետևից, ուզում է ինքը լինի քրիստոնյա, ուզում է լինի մուսուլման, ուզում է լինի, չգիտեմ, հինդուիստ, ով ուզում է լինի, այդ ձևական, пожалуйста, մնա արատավոր, գնա ուզում ես 100 անգամ գնայի եկեղեցի, թեկուզ չէ, եթե 3 անգամից ավել գնացիր, արդեն կասենք, ես կարող է ինչ որ ուզում ես դառնաս աղանդավոր։ Այդ աղանդավորը որն է, կարող է ինչ որ ուզում ես սկսել պատվիրաններ պահել։ Սա է, չէ, խոսակցությունը։ Դրա համար այո, իհարկե այդ համբերությունն ենք էլի քննարկում։ Այո, իհարկե այդ համբերությունը ինքը կարևոր գործոն է դառնում այս պարագայում, չէ՞։ Եվ ազնվորությունը ինքը պետք է շատ մեծ իմաստություն ունենա, որպեսզի կարողանա հատկապես եթե իր շրջապատի մարդիկ իրանք ագրեսիվ աթեիստներ են, որպեսզի ինքը կարողանա այդ ագրեսիվ աթեիստերի մեջ, ասենք, այդ իրավունքը պահի, ասենք, մաքրության սկզբունքներին հետևելու։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն մենք պիտի հասկանանք, որ այդտեղ մենք շուտով այդպիսի պատմություն ենք ունենալու, մենք պիտի հասկանանք, որ այդտեղ աթեիստները իրենք բոլոր ոչ մի սրբություն չունեն։ Իրանց համար մեկ է, դու իրանց զավակն ես, իր կինն ես, իր ամուսինն ես, ով ես, ինչ ես, իրենք անմիջապես անցնում են ահավոր ագրեսիայի եւ ցանկացած քայլ կարող են անել։ Երբ որ ես առաջի անգամ Բhagavad Gita-ն ստացա սովետական միության ժամանակ, Bhagavad Gita-ն տարածում էին բաները, ասեք, Կրիշնայիդները, հենց այնպես ինչպես որ այդ Bhagavad Gita-ն կա, որտեղ կար նաև սովետական գիտական Սմիրնովի թարգմանած Bhagavad Gita-ն, եւ երբ որ ես ուղղակի տեքստերով համեմատեցի Սմիրնովի Գիտան, թե ինքը ինչպես է թարգմանել Պրաբհուպադի Գիտայի հետ, ես նոր հասկացա, որ մինչև այդ կարդալով Սմիրնովի Գիտան, ես ընդհանրապես գաղափար չէի կարող կազմել, թե այստեղ ընդհանրապես ինչի մասին է խոսքը, չէ՞։ Եվ երբ որ ես հանդիպեցի Կրիշնայիդներին, դա այն պահն էր, երբ որ իրենց արդեն հիմնականում բոլորին բանտեր էին նստացրել, ծիծաղալու բանով, ստատիայով, որ իրանք վնաս են պատճառում իրենց առողջությանը։ Այդպես հոդված կար էլի, որ ազնվորությունը ինքը իրավունք չունի վնաս պատճառի իր առողջությանը։ Որ դա կարդացի առաջ անգամ, չգիտեի ծիծաղամ, ինչ անեմ, չէ՞։ Եվ այդ բանտերում են կամ գժանոցներում են, բոլորը։ Մի քանի հոգի էին մնացել, եւ իմ հարևանուհին ինքը իրան էլ գժանոցում էին փակել, հետո դուրս էին թողել։
Երբ որ իրենց կարծիքով արդեն բույս էին սարքել։ Ես այդ աղջկա հետ խոսելուց հարցրեցի, ասեցի, բա չհասկացա, էլի ասենք, բա դուք ո՞նց եք այդտեղ rank հանդիպել։ Եվ գիտեք իմ զարմանք, ամենամեծ զարմանքը այդ ամեն ինչի մեջ որն է եղել։ Ամենամեծ զարմանքը իմ համար եղել է նա, որ շատերի ծնողներն են համաձայնություն տվել, որպեսզի իրանց երեխաներին տանեն բանտ կամ տանեն գժանոց, մենակ թե իրանք հրաժարվեն այս ճանապարհից։ Հասկանում եք։ Եվ այդ իմաստով ես հետագայում շատ հպարտանում էի իմ սկեսրայրով, որը ինքը միակն էր, որը հանդիմանել էր։ Այսինքն, երբ որ բան էին արել, որ ստորագրեք բան, որ դուք համաձայն եք, եսի մի բողոք գրեք երեխայի դեմ, որ բան դատական process անենք, կանգնացնենք, որ ձեր երեխաներին փրկենք այս ճանապարհից, իր հայրը իմ սկեսրայրը ինքը ասել էր, իսկ իմ երեխան ինչ է արել, որ ինչ է արել, բացի մաքրությունից, ուրիշ ոչ մի բան մեր տուն չի բերել։ Դաժե եթե մենք ինքներս չենք կարողանում հետևենք այդ ամեն ինչին, ինքը ոչ մի հանցագործություն չի գործել, դուք ինչի համար իրան, ու ինքը պաշտպանել է ու թույլ չի տվել, որ իր երեխային բանանել, եւ իմ ապագա ամուսինը ինքը ազատության մեջ էր մնացել։ Եվ ասենք այդ իրաց այդ կազմակերպության անդամները միշտ մտածում էին, որ ահա ուրեմն ինքը եսի ինչ է արել էլի, որ իրան չտարան մեր նման։ Իսկ ընդհանրապես ծնողը թույլ չէր տվել։ Իրականում։ Այսինքն ոչ մի բան չէր ստորագրել, համաձայնություն չէր տվել, որ այդպիսի բան տեղի ունենա։ Հասկանում եք, եւ դրա համար, այո, աստվածամեժության դարաշրջանում այդ կրոնի էության հետևից գնացող ազնվորությունները իրանք անմիջապես հայտնվում են լավագույն դեպքում դատարկության մեջ։ Եվ եթե ուղղակի դատարկության մեջ են, որտեղ իրանցից բոլորը երես են թեքում, բայց չեն էլ խանգարում, որ ինքը հոգևոր կյանքով զբաղվի, այդ արդեն պիտի ասես փառքես Տեր Աստված օրական 100 անգամ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այդ համբերությունը, այդ զգայարանը ղեկավարելը, չէ՞, մենք դրա մասին ենք խոսում, էլի, որ պիտի հասկանանք, որ ուրեմն այդ ինքնուրույն գնացողները, չէ՞, իրանք զգայարանները ղեկավարող են։ Հիմա այդ զգայարանները ղեկավարելը իրանք սկսում են 4 սկզբունքից. բուսակերություն, ինտոքսիկացիաներից ազատ վիճակ, ազարտի մեջ չմասնակցել, կարգավորել սեռական կյանք։ Սա այն ամենացածր սկզբունքներն են, որը խոսում են արդեն նրա մասին, որ ազնվորությունը ինքը ղեկավարում է իր զգայարանը, չէ՞, բայց այդտեղ ինքը ղեկավարում է ինչի հաշվին։ Ինքը ունի դրա հակառակը, հա, դրա հակառակ պրինցիպը ունի։ Հասկանում եք, օրինակ ասենք, այնքը մսակերությունից հրաժարվում է, բայց մտնում է բուսակերության շատ այսպես բազմազան եւ հարուստ ուտեստների մեջ։ Հասկանում եք։ Կամ ասենք, ինքը եթե հրաժարվում է ազատ սեռական կյանքից, ինքը ամուսնանում է եւ ունենում է օրինական զգայական վայելք։ Զգայական վայելքից չի հրաժարվում, չէ՞։ Իսկ կան ազնվորություններ, որոնք իրենց անցյալ կյանքերում արդեն հոգևորի մեջ ինչ-որ պաշար ունեն, եւ իրենք այդ ծնվում են եւ ունեն այդ ունակությունը, մաքրության հանդեպ հակում ունեն։ Հասկանում եք, եւ այդ ազնվորությունները իրանց մեջ ուժ են զգում։ Սրա մասին է խոսքը։ Իրանք իրանց մեջ ուժ են զգում, որպեսզի կարողանան այդ ինքնուրույն առաջ գնան։ Չէ՞, տեսեք, երբ որ մենք ասում ենք կարմա յոգա գյանա, այսինքն նրանք ովքեր իմաստություն են զարգացնում, այդ իմաստություն զարգացնողները դա արդեն հրաժարվածներն են։ Всё, այդ իմաստություն, յոգա, բաքցի դա հրաժարվածներն են։ Իրենք հասարակության մեջ չեն ապրում։ Մենակ բաքտերն են, որ կարող են հասարակության մեջ ապրեն։ Իմաստունները եւ յոգերը իրանք պիտի ապրեն հասարակությունից դուրս, եթե իրանք իրոք իմաստուններ են կամ յոգեր։ Հասկանում եք, արիացիները ծիծաղից կմահանան, եթե հիմա գան տեսնեն, թե մարդիկ իրանք ինչ են հասկանում յոգայի տակ, որ ասենք գնում են շաբաթը 2-3 անգամ
յոգայի բան, այնտեղ ուրեմն զբաղվում են ինչ-որ մարմնամարզությամբ, յոգայի այդ խաթխա յոգա մասով, չէ, մի քիչ ինչ-որ փիլիսոփայում են մի թեթև, այսպես հանգիստ վիճակ են բանանում եւ վերադառնում են, որ իրենց հասարակական կյանքին։ Կյանքում արիական քաղաքակրթության մեջ յոգը ինքը ընդհանրապես այլևս ոչ մի կապ չի ունեցել իմաստունների եւ յոգերի մեջ, չէ, հրաժարման կատարելության տեսանկյունից յոգերը շատ ավելի բարձր են եղել, քան իմաստունները։ Հասկանում եք, որտեվ իմաստունները իրանք, ասենք, կարող էին նույն անտառում, բայց իրար հետ ապրել, իրար հետ նստել, վեր կենալ, ասենք, խոսել, քննարկել, ինչ-որ փիլիսոփայական հարցեր դնել, այդ հարցերի շուրջ տարբեր տեսանկյունից քննարկումներ անել, որպեսզի բացարձակ ճշմարտությունը հասկացվի։ Այսինքն իրենք մեկ է շփում են ունեցել։ Երբ որ այդ խավից հետո գալիս են յոգերը իրենք իրար հետ շփվել են միայն խաթխա յոգայի մասում։ Երբ որ վարժություններ պիտի անեն, այդ վարժությունները իրենք կարող էին, ասենք, աշակերտները կարող էին իրար հետ անեին, բայց ինքը յոգայի պրակտիկան, որի իմաստը դա մեդիտացիան էր, չէ՞։ Իրանք այն մեդիտացիան դա արդեն բացարձակ մենակության մեջ պրակտիկան է։ Всё, դու խորացար քո մեջ։ Դրսում մարդ կա, անձրև է գալի, վագր է անցնում, ձմեռ է, ամառ է, սոված ես, սոված չես, կերել ես, մարմինը շարժվում է, չի շարժվում, այդ ոչ մի բանը յոգի վրա չի ազդում։ Ինքը մնում է իր ներքին աշխարհում։ Դուք պատկերացնում եք դա ընդհանրապես այն ներքին աշխարհի տեսանկյունից հրաժարման ինչ մակարդակ է եւ ինչ մակարդակ է ինքնաղեկավարման։ Հասկանում եք, այդ ինչ որ հիմա են համարում յոգա, դա բան է էլի։ Նես չի որ, հա, սովորական մարդու համեմատ, որը գիշերները գիշերային ակումբներում է անցկացնում, իհարկե մենք չենք կարող համեմատել։ Իհարկե այստեղ, եթե մարդը ինքը յոգայով է զբաղվում կամ որևիցե, ասենք, արվեստով է զբաղվում, որտեղ ինքը ղեկավարում է իր զգայարանները կամ ասենք կարգի է բերում իր մարմինը, բան ինքը իհարկե քաղաքակրթության տեսանկյունից շատ ավելի բարձր անձնավորություն է։ Բայց դա յոգա չի, հասկանում եք, ինչ ուզում եք արեք ինձ հետ, դա յոգա չի, յոգան ինքը բացարձակ ուրիշ բան է ընդհանրապես, դա բացարձակ հրաժարվածների խավի մասին է խոսքը, որոնք իրենք տարիներով մեդիտացիայի մեջ են մտնում։ Իսկ այստեղ, ասենք, ամեն տեղից վեր կացողը կարող է, ասենք, չգիտեմ, էլի, հենց նոր կնոջ ծոցից դուրս գա նստի քո հետ հաց ուտելու եւ ասի ես սամադհիի մեջ եմ։ Չիլնում էլի ընդունել այդ ամեն ինչը, հասկանում եք։ Ոչ մի ներվի բան չկա, ասենք, հանգիստ ես վերաբերվում, որտեղ հասկանում ես, որ դա ավելի բարձր է, քան, ասենք, նորից եմ կրկնում, գիշերային ակումբներում ժամանակ անցկացնողները, բայց մեկ է էլի, ոչ էլ կարող եմ հանդուրժեմ, որպեսզի այդպիսի լուրջ բառերը այդքան արժեքազրկվեն, էլի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ինչ են քննարկում, որ արդեն այդ իմաստունները իրանք ինչ է նշանակում ինքը կարողանում է հրաժարվածի կյանքով ապրել։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ իր մեջ չկա տրփանք, չէ՞։ Ասենք առնվազն տրփանք։ Այսինքն իր մեջ չկա ոչ որկրամոլություն, որտեղ ինքը հանգիստ կարող է օրերով սոված մնալ, նստել սարերում, մտածել, եսի ինչ անել, այն որ ուտել ուզի, ասենք մենք կտեսնենք դեռ կնկարագրվեն իմաստուններ, որոնք իրանք ծառերի կեղև էին ուտում, տերևներն էին ուտում, ուրիշ ոչ մի բան, տարիներով, չէ՞։ Սա ինչ է, ինքը բացարձակ լեզվի ստամոքսի կենտրոնացում, չէ՞։ Ինչ-որ սեռական հարաբերությունների մասին ընդհանրապես խոսք չի կարող լինի։ Հասկանում եք, եւ արիացիները իրանք տարբերություն են դնում, երկու գաղափար են առաջ քաշում, որ գոյություն ունի բան, ասենք, գոյություն ունի կոպիտ սեռական հարաբերություններ եւ նուրբ։ Հա, օրինակ, երբ որ իրանք քննարկում են բարոյականության օրենքները,
Իրանք ասում են, որ երբ որ տղամարդը եւ կինը, օտար տղամարդը եւ կինը, ուրեմն իրար հետ հանակ են անում, հա, իրանք զբաղված են նուրբ սեքսով։ Դա նուրբ սեռական հարաբերություններ են։ Հասկանում եք։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը բան է, ասեք, երբ որ ազնվորությունը ինքը այդ հրաժարման հանդեպ հակում ունի, չէ, դա ինքնըստինքյան նշանակում է, որ ինքը իր ներսում այդ երեք խնդիրներից ազատ է, որովհետև իմաստունները իրանք այլևս հիմնականում էլի, այլևս ընդհանրապես սեռական հարաբերություն չէին ունենում, կամ իրանցից հազվագյուտները կին էին ունենում, որը իր հերթին իմաստության հանդեպ հակում ուներ։ Հա, այսինքն իրենք տարիներ շարունակ կարող էին կնոջ հետ քննարկել փիլիսոփայություն, հա, կինը ինքը կարող էր ծառայել իր ամուսնուն, ասենք, միջով որ հարկն է, այդ հրաժարման մեջ ծառայելը, չէ՞։ Եվ 1000-ից 1, եթե հանկարծ տղամարդը կամ կինը ինչ որ մի հատ այսպես բաներ էլի վսպլեսկ սեռական ցանկությունը ինչ որ կարող է եկել միլիոն տարին մի հատ ինչ որ բան առաջանար, չէ՞։ Իրանք իրար համար ոնց որ թիկունք էին լինում, այդ մի անգամ անցկացնում էին ու անցնում առաջ։ Հասկանում եք։ Իմաստունների ընտանիքները իրանք այդպես էին։ Հիմա ուրեմն գնացինք առաջ։ Եվ արդեն յոգերի բանը ինքնաղեկավարումը դա ամենաբարձր ինքնաղեկավարում ունեցող ազնվորություններն են իրական յոգերը, չէ՞։ Դրա համար տեսեք, որ ասենք նվիրալները իրենք արդեն նվիրալների մոտ բաքսի յոգայով զբաղվողները իրենք այդ ճգնություններ անելու անհրաժեշտություն չունեն, որտեղ իրենք ուրիշ բանի հաշվին են զարգանում, չէ՞։ Դրա համար իրենք արտաքինից թվում է, որ իրենք ընդհանրապես ինքնաղեկավարում չունեն։ Դրա մասին մենք դեռ կխոսենք։ Հիմա տեսեք, մենք հիմա այդ հարցն ենք քննարկում, որ կան ազնվորություններ, որոնք իրանց սեփական ուժերի վրա հենված են առաջ գնում, չէ՞։ Եվ այդ իրանց սեփական ուժերի հաշվին առաջ գնացողները, իրանք վապերվախ այդ ճանապարհը, որտեղ ահավոր քանակությամբ ճիքեր է օգտագործվում, որպեսզի մարդը ազնվորությունը ինքը կարողանա վերանցնի նյութական էներգիան։ Հասկանում եք, չէ՞ որտեղ այդպես չէ, էլի որ ինքն էլ էսպես, այդտեղ դու պիտի միլիոն տոկոսանոց մաքրություն ունենաս, եւ այն դեպքում, չէ՞։ Բայց այստեղ դու մենակ ես, դու ես քո ճիքերը, ինչքան ճիքեր կարող ես գործադրել, այդքան առաջ ես գնում։ Եվ կա երկրորդ ճանապարհը, ոնց որ մենք ասեցինք, որտեղ կենդանիակը ինքը ընդունում է Գերագույն Աստծո անձնավորության օգնությունը։ Սա միանգամից նշանակում է, որ հոգեբանության տեսանկյունից ինքը չունի իմաստունների եւ յոգերի գոռոզությունը։ Ինքը խոնար է եւ համեստ։ Հա, եւ հասկանում է Գերագույն Աստծո անձնավորության հզորությունը, ինքը հասկանում է, որտեղ այն երկուսի մեջ, չէ՞, ոնց ասեմ էլի, հոգեբանության տեսանկյունից, չէ, այնտեղ կա այդ գործոնը, որ անձնավորությունը ինքը ոնց որ վերջնականում, երբ որ կարողանում է առաջ գնալ ու ինչ-որ բան ձեռք բերել, չէ, երբ որ ինքը դա իր սեփական ուժերի հաշվին է անում, ոնց ասեմ, ոնց որ Աստծուն հաղթեց։ Հասկանում եք, չէ՞։ Ինքը այդպես կոպիտ չի մտածում, այ ես Աստծուն հաղթեցի, բայց այդ է էլի, որտեղ ինքը ինչ անում, չէ՞, ինքը իր մեջ պայքարում է նյութական էներգիայի հետ։ Այդ նյութական էներգիան ումն է, Գերագույն Աստծո անձնավորությանն է, չէ՞։ Եվ երբ որ ինքը հասնում է դրան, որ ինքը վերանցեց ինչ-որ մի բան, չէ՞, այդտեղ իր համար ամենակարևորը դա նա է, որ ինքը այդ հաղթանակից հաճույք է ստանում։ Ում է հաղթել, Աստծո էներգիան է, չէ՞ հաղթել։ Դրա համար եմ ասում էլի, որ այդտեղ կա այդ գոռոզության կամպանիա, հասկանում եք։ Իսկ նրանք, ովքեր որ ընդունում են Աստծո օգնությունը, հոգեբանական տեսանկյունից, իրանք հոգևոր դաշտում ավելի բարձր մակարդակի են գտնվում։
Ինչու՞, որտեղ ունեն Աստծո առաջ համեստություն եւ խոնարհություն։ Իրանք ընդունում են հենց սկզբնականորեն հարգանք ունեն Գերագույն Աստծո ազնվորության հզորության հանդեպ։ Հասկանում եք։ Եվ դա ինքը այդ կրոնականության մեջ է արտահայտվում, չէ՞, որ ազնվորությունը ինքը սկսում է երկրպագել Գերագույն Աստծո ազնվորությանը։ Հասկանում եք, հարգելով, որ նյութական էներգիան դա իր էներգիան է։ Եվ ինքը այդ խնդրողի դերում է կանգնում, էլի, որ սա քո հզորությունն է։ Ինչ պիտի անեմ ես, որ դու այս էներգիայի ազդեցությունը իմ վրայից հանես։ Եվ այդտեղ այո, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ որ ուրեմն բան է, սկզբունքներ է առաջ քաշում, չէ՞։ Հիմա տեքստը ինքը ասեց, Տերը դիտորդն է, իսկ արտաքին էներգիան, որը տեսանելի է, գործում է որպես պատճառ եւ հետևանք տիեզերական դրսևորման մեջ։ Չէ՞։ Ուրեմն մենք երեք այս թեմայով արդեն խոսեցինք։ Մենք տեսնում ենք, թե ինչքան մանրակրկիտ են արիացիները ընդհանրապես, խոսակցությունը ես այդտեղից սկսեցի, չէ, որ ասենք իրանք ինչքան մանրակրկիտ են ներկայացնում նյութական աշխարհը։ Ինչու՞, որովհետև կան նրանք, ովքեր իրանց ուժերի հիմքի վրա են ազատագրվում, եւ որպեսզի իրանք կարողանան իրանց ուժի հիմքի վրա ազատագրվեն, իրանք պետք է նյութական աշխարհի կառուցվածքը եւ հոգեբանությունը իդեալական իմանան։ Իսկ այդ որ իմանան, դա միայն Գերագույն Աստծո ազնվորությունը կարող է տալ կենթանիակին։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա շատ կարևոր թեմաներ են։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞։ Երկրորդ քայլով, չէ՞, ուրեմն մենք Մայտրեյան ինքը շարունակում է։ Ով բախտավոր Վիդուրը։ Արտաքին էներգիան հայտնի է որպես մայական պատրանք, եւ միայն նրա միջոցով է հնարավոր դառնում ամբողջ նյութական դրսևորումը։ Հա, տեսեք, արիացիներ իրանք պնդում են, որ նյութական էներգիան, այսինքն արտաքին էներգիան, մենք երեք խոսացինք, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը արիացիների կողմից ներկայացվում է որպես երկու էներգիաների տեր։ Մեկը դա ներքին էներգիան է, երկրորդը դա արտաքին։ Ներքին էներգիան ինքը չի թաքցնում էությունը։ Որն է ամենակարևոր էությունը ընդհանրապես, եթե կա Աստված։ Ամենակարևոր էությունը դա նա է, որ կենթանիակը ինքը նայում է աշխարհին եւ ընկալում է, որ աշխարհը ղեկավար ունի։ Եվ որ այդ ղեկավարը հենց այս անձնավորությունն է։ Հասկանում եք, այսինքն արտաքին ներքին էներգիան ինքը չի թաքցնում Աստծուն որպես ամեն ինչի ղեկավար։ Ներքին էներգիան կներեք, իսկ արտաքին էներգիան ինքը անում է ուղղակի հակառակը։ Մենք երեք դրա մասին խոսացինք, չէ՞։ Այսինքն արիացիները իրենք ասում են հոգեբանական տեսանկյունից, չէ՞։ Եթե մի քիչ, հələ բան չենք անում, էլի, այսպես մի քիչ մարդը ինքը մի քիչ բանականություն ունենա, չէ՞։ Ինքը երբ որ նայում է նյութական աշխարհին, դա այնքան պարզ է, որ նյութական աշխարհը ինքը կարգավորված է։ Հասկանում եք, իսկ կարգավորվածությունը նշանակում է, որ այդտեղ բանականություն է կպել, բանականությունն է կարգավորում նյութը։ Եվ երբ որ ասվում է создал по образу и подобию своему, չէ՞։ Հիմա տեսեք, օրինակ ասենք, Այսիրը։ Նորից վերադառնանք Պասկալին։ Այսիրը։ Այս իրի մեջ տիեզերքներ կան, չէ՞։ Այդ երբ որ մենք նայում ենք մեր տիեզերքին, դա ինչ է ընդհանրապես։ Չէ՞, մոլեկուլաների, ասենք, ցանկացած օրինակ մեր արևը եւ իր շուրջ պտտվող բաները, մոլորակները, դա կարող է ընդհանրապես ինչ-որ մի հատ մոլեկուլա է, ինչ-որ մի հատ մեծ ահռելի իրի մեջ, մեր համար ահռելի։ Հիմա այն նույն ձևի ես հարցնում եմ, սրա մեջի մոլեկուլայի համար այս իրը ինքը ինչ է։ Ասահման, չէ՞։
Հիմա, եթե կենդանիակը ինքը կարողանա, չէ, հիմա ով ասեց, որ այստեղ այդ մոլեկուլաներից մեկի վրա չկա կյանք։ Ով է դες բան ասե։ Հիմա դուք պատկերացրեք, ասենք մի անձնավորություն, որը ինքը այս տիեզերքից դուրս է, այդ մոլեկուլն է։ Այս մեր ամբողջ տիեզերքը այդ մի հատ մոլեկուլան է, կամ չգիտեմ, այդ մոլեկուլաների հավաքածուն է։ Ունդեղ նստած իոնի վրա ինչ որ մեկը փորձում է հասկանա, թե ինքը որտեղ է։ Ինքը կարող է հասկանա, որ սա մարդն է սարքել։ Կամ այդ իոնի վրա ապրողի համար այս սա իր չափերով ինչ է, անսահմանություն, չէ՞։ Եվ երբ որ իրան ասեն սա մարդն է սարքել, ինքը կասի ոնց մարդ է, դուք պատկերացնում եք այդ մարդը ինչ աղրելի մեծ պետք է լինի, որ էդի արարի։ Բայց մեր համար սա ընդհանրապես այս է։ Հասկանում եք, ինքը այնքան պարզ է, չէ՞։ Ուրեմն այդ կարգավորվածությունը ինքը խոսում է, որ կա դրա մասին, որ կա անձնավորություն։ Իսկ ու հիմա հաջորդ հարցն է առաջ գալիս։ Եթե իրոք այս ամենը անձնավորությունն է ստեղծել, ինչու մենք իր այդ պրոցեսը չենք տեսնում։ Հիմա այս սրա մեջի ապրողը ինքը կարող է տեսնել, թե ասենք մարդը ինչպես է սա սարքել։ Իր համար կա մի հատ բան, իրականություն, որ այստեղ ինքը այստեղի ապրող է։ Եվ այսա ահավոր կարգավորված է։ Ավելին, ունի սահմաններ, բայց իր համար անսահման է։ Շատ պարզ են այդ օրինակները։ Հասկանում եք, ճշմարտությունը հասկանալու համար։ Ուրեմն կարգավորվածությունը ինքը խոսում է անձնավորության մասին։ Եվ միանգամից այդ հարցն է առաջանում։ Եթե այս կարգավորվածությունը անձնավորություն է ստեղծել, ինչու մենք իրան չենք տեսնում և չենք գիտակցում։ Երբ որ մենք այս իրը սարքեցինք, այս իրի մեջ բոլոր մոլեկուլների վրա արդեն ինչ-որ մի ծրագիր է, չէ՞ գրած, որ այս նյութի այն ինչից որ բաղկացած է այս նյութը, ինքը պիտի այս ձևի մեջից դուրս չգա և կատարի որոշակի ֆունկցիա։ Ֆունկցիան կատարելուց ինքը մաշվում է։ Ու գալու է ինչ-որ մի պահ, երբ որ ես այս իրը փոխելու եմ ուրիշով, սա հայտնվելու է աղբամանում։ Չէ, եւ տեսեք այդ ամբողջ ընթացքում այն պահից, երբ որ սա դուրս եկավ գործարանից, ինքը իր մեջի ապրողը այլևս չի կարող պարզի, թե իրան սարքողը ով էր։ Այս է արտաքին էներգիան։ Չէ, հիմա, տեսեք, այսինքն մենք ստանում ենք այսպիսի շարան։ Կարգավորվածությունը խոսում է բանականության մասին, եթե կա բանականություն, նշանակում է կա անձնավորություն, այդ գաղափարները, որ ինչ-որ միտեղ գցած բանականությունը այդպիսի բան գոյություն չունի, հա, եթե կա բանականություն, ուրեմն կա անձնավորություն, փաստացի այդ անձնավորությունը չի երևում։ Այսինքն ինքը տրամաբանությունը խոսում է անձնավորության մասին, նյութական աշխարհի իրականությունը, բայց ինքը անձնավորությունը չի երևում։ Դա չի նշանակում, որ մենք պիտի ասենք, ուրեմն անձնավորությունը չկա։ Եթե մենք ասում ենք ուրեմն անձնավորությունը չկա, մենք չենք կարողանում բացատրել նյութական աշխարհի կարգավորվածությունը։ Այն որ նյութական աշխարհը կարգավորվել է պայթյունի հետևանքով, ես դա ասում եմ ու ասելու եմ։ Դա բացարձակ անգրագետ գաղափար է։ Քաոսը չի կարող ստեղծի սիստեմա։ Հասկանում եք, պայթյունը կարող էր միայն ավիրել կարգավորվածությունը, չէր կարող ստեղծել կարգավորվածություն։ Այդպիսի օրինաչափություն նյութական աշխարհում չկա։ Փորձեք որտեղ ուզում եք մի բանը վերցրեք ու տրաքացրեք, չէ՞ որ ես կարող եմ ասեմ, սա նախասկզբնական նյութն է։
Հիմա եթե ես իրան տրաքացնեմ, ինքը պիտի կարգավորվի, դառնա մի ուրիշ բան։ Ինքը ուղղակի ավիրվում է։ И начинаются процессы разложения։ Ուրիշ ոչ մի բան։ Չէ՞։ Հիմա հասկանում եք, այսինքն, երբ որ մենք տրամաբանությունը նայում ենք, տեսնում ենք, որ կա արարողի բոլոր հիմքերը, որտեղ կարգավորված է, բայց արարողին չենք տեսնում։ Եվ դրանից հետո աթեիստը ինքը անում է այդ սխալ քայլը։ Այսինքն ինքը հասկանում է, որ կարգավորվածությունը բանականություն է, բանականությունը ազնվորություն է, բայց եթե ազնվորությունը չեմ տեսնում, ուրեմն ինքը չկա։ Բայց կարգավորվածությունը հիմա ո՞նց պիտի բացատրես։ Ուրիշ ոչ մի ձև հնարավոր չի բացատրել, չէ՞, թե ոնց է բնությունը ինքը իրան կարգավորում։ Ճիշտ քայլը ո՞րն է։ Կա կարգավորվածություն, բանականության սիմպտոմ է, եթե կա բանականություն, կա ազնվորություն, ազնվորությանը չեմ տեսնում։ Ինչու։ Այս է էլի իրական ճիշտ քայլը դա հարցն է, ոչ թե ինքը չկա, այլ ինքը կա, ինչու չի երևում։ Չէ՞։ Հիմա այդ ինչու չի երևում, ինքը կարող է լինել երկու տեսակի, չէ՞։ Կամ ինքը մի քանի պատճառներ, այսպես ասենք, մի քանի պատճառներ կարող է լինել, թե ինչու ինքը չի երևում։ Ուրեմն բայց իրականում վերջնականը դա երկուսն են։ Կամ ինքը պատճառներ ունի իմ աչքերի առաջ չերևա, հա, կամ ես եմ դարձել պատճառ, որ ինքը ինձանից թաքնվել է։ Եթե մենք խոսում ենք գերագույն Աստծո ազնվորության մասին, որը ունի կատարյալ բնություն, մենք պիտի հասկանանք, որ ինքը թաքնվելու ոչ մի պատճառ չունի։ Հələ դաժե այդ որակները այն կողմ դնենք, ինչու չունի, որտեղ ինքը մեզանից ավելի հզոր է։ Դուք որտեղ եք տեսել, որ հզորը թաքնվի թույլից։ Չէ՞, սա միանգամից ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այն հանգամանքը, որ ինքը թաքնվել է, պատճառը իմ մեջ է։ Հիմա հաջորդ քայլը, չհասկացա, այսինքն ո՞նց է պատճառը իմ մեջ է։ Հիմա ես ստացա, որ այո, հզորը ինքը թաքնվել է իմ նման փսորի պատճառով։ Ինչու։ Այստեղ է, որ մենք գալիս ենք ցանկության ազատության, ընտրության ազատության, չէ՞, իսկ ինչ-որ թեմաների ենք գալիս, չէ՞, որը եթե մենք այդ թեմաների հոգեբանությունը ուսումնասիրում ենք, ուղղակի հիմա դեռ այդ տեքստերը չեն, էլի մենք դա շատ մանրամասն ենք ուսումնասիրելու։ Երբ որ մենք այդ հոգեբանությունը ուսումնասիրում ենք, մենք գալիս ենք այդ հասկացողության, որ ինքը թաքնվել է, որտեղ ես չեմ ուզում։ Որտեղ երբ որ ես իմ ինքը փաստուն եմ, ինքը թաքնվել է, ինչու։ Ինքը ինձանից հզոր է, ոչ վախենում ինձանից, որ թաքնվել է։ Բայց ինչու է թաքնվել։ Չէ՞, ու հիմա այդ է գալիս, որ դա մնում է այդ պատասխանը, մանրամասները մենք հետո կնայենք, էլի, ընդհանուր եմ ասում, թե մնում է այդ պատասխանը, որ ես այսինքն ես ուզում եմ իրանից անկախ լինեմ, իմ ցանկությունը դա է, հենց որ ինքը հայտնվեց, դա նշանակում է ես իրան պիտի ենթարկվեմ։ Եթե ես իմ մեջ եմ նայում, ես տեսնում եմ, որ ես չեմ ուզում այդպիսի իրականություն իմ համար, որ ես ենթարկվեմ, ուրեմն, բան էլի, այդ ինչ-որ չի, Աստծու կամքին, ես ուզում եմ լինեմ անկախ, չէ հիմա, այդտեղից հաջորդ հարցն է գալիս, հետ շատ բան եմ ուզում, եթե ինքը ինձանից հզոր է, ինքը կա, օրինակ ոնց որ նյութական աշխարհի կենդանիակներն են անում, չէ, եթե ինքը ինձանից, ինչ-որ մեկը ինձանից հզոր է, իրան հետաքրքրում է, թե ես ուզում եմ իրանից կախված լինեմ, թե չէ, ինքը գալիս է, ճվլիկից բռնում, տանում է և ենթարկացնում, վերջ։ Բայց պարզվում է, որ Աստված այդպիսինը չի։ Չէ՞, եւ այստեղից է, որ մենք սկսում ենք Աստծու կերպարը ստանալ։ Հասկանում եք, թե ինքը ինչի հետ է հաշվի նստել, որ թաքնվել է։ Եվ մենք կամաց սկսում ենք հասկանալ, թե ինչքան նուրբ էակ է Աստված։
ոչ թե հզոր, ոչ թե բռնաբարող, ոչ թե հաղթող, այլ նուրբ, թե ինքը ինչ ներքին կուլտուրա ունի կենդանիակների ցանկությունների հետ հաշվի նստելու, որովհետև իրականում այն գաղափարը, որը արիացիներն են քաշում, դա ոչ թե մենակ շոկային է, դրանից ավելի նուրբ բան էլի կրթված կուլտուրական էլի հայրը չգիտեմ դրա բանը որն է էլի այդ կուլտուրական ազնվորություն քան Աստվածն է գտնել հնարավոր չի եւ որ ինքը լինելով ամենահզորը հաշվի է նստում ամենափսորի հետ որ չնեղացնի որ կենդանիակը ինքը ստանա այն ինչ որ ինքը ուզում է հասկանում եք մի հատ շուր են գալիս ու նայում ենք նյութական աշխարհում ապրողներին թե իրանից ինչ են երևակայում ցանկացած մարդ, որը ինքը 5%-անոց առավելություն ունի ուրիշի հանդեպ։ Այ գիտեք ես, ասենք մեր շենքում մի հատ մարդ կա, ինքը շատ նախանձ բնություն ունի իրականում։ Մենք դες բալեզվով ասում ենք գրիսա էլի, սենց իրա մեջ, չէ՞։ Ուրեմն ես այսպես նայում եի այդ մարդուն, թե ինքը ոնց է ատում բոլոր այն մարդկանց, ով մեր շենքի, ովքեր որ նյութապես կայացած են եւ ինչ որ մի բանի տեր են։ Եվ ասենք թե ինքը ինչպիսի հայացքով է նայում, երբ որ ասենք շենքի շուրջը գալիս են, ասենք հարևանների մեքենաներն են կանգնում, բան, չէ։ Անցավ տարիներ բան չեմ ասում, մարդը ինքը այսպես իր արդար քրտինքով աշխատեց, այնպես չի որ բոլորը գող են էլի, այստեղ լիքը մարդիկ կան, որոնք իրենք բավականին կայացած են, բայց արդար բիզնեսով են զբաղվում, բան են անում, իրենց տաղանդներն են օգտագործում, ունակությունները, կրթությունը եւ այլն, ու այդպես ինչ որ դե, ասենք, միջին կարգի բարեկեցություն ունեն, ալիգարխ չեն էլի համենայն դեպս, ալիգարխը շենքի մեջ գործ չունի, չէ։ Հասկանում եք, ու ասենք տարիներ անցան, ինքը մի հատ փոքրիկ մեքենա առավ, այև որ ինքը մտավ այդ մեքենա ունեցողների դաշտը, չէ, ոնց ասեմ էլի, փոքրիկ կարճամետրաժ ֆիլմ կարելի էր նկարել, պրոստո մենակ այդ մարդու, այսպես դեմքի արտահայտությունները եւ աչքերի բանը, թե դա ինքը ինչից ինչ դարձավ։ Հասկացաք, չէ, ու հիմա ինքը արդեն այսպես բանես։ Այսինքն այն ժամանակ ինքը այսպես քայլողներին նայում էր նախանձով, այդ միրնի բրծնի եսի միջ, չէ, հիմա ինքը այսպես ջրի մեքենա է առել, այսպես քայլում է էլի։ Տեսեք, միանգամից այդ քորոզությունը, ու դու տեսնում ես, էլի, որ ասենք այն ժամանակ, երբ որ ինքը չէր հանդուրժում ունեցողին, դա իր համար արդարության թեմա չէր։ Թե իրանք մաքուր աշխատանքով են անում, թե վայ պաշա, թե ինչպես են անում։ Ինքը ուղակի նախանձում էր, որտեվ հենց որ ինքը դարձավ դրա տերը, ինքը միանգամից ձեռք բերեց այն որակը, որից որ մտում զզվում էր այն ժամանակ։ Միանգամից դարձավ այդ նույն բանը։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար ասենք, այ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այ ռեալ հզոր է։ Հասկանում եք։ Եվ մենք ամեն անգամ, եթե մենք ուշադիր լինենք եւ ճիշտ գնահատենք իր արտահայտումները, չէ, մենք ամեն անգամ կմնանք զարմացած ընդհանրապես, թե այդ ամենահզոր կենդանի էակը այդ ինչ քաղաքակրթություն ունի իր մեջ։ Եվ այո, մենք պիտի իրանից օրինակ վերցնենք։ Հասկանում եք, ամեն ինչ այսպես նյութական աշխարհում ամեն ինչը գլխի վայր է շուր տված։ Այսինքն մենք ամենահզորից ուզում ենք, որ ինքը իրեն պահի անզորի նման, այնքան անզորի, որ պրոստը չերևա, որ ինքը ընդհանրապես ինչ որ մի բան է ղեկավարում, եւ մենք լինելով ամենափսորը, ամեն մեկս ուզում ենք մեզ Աստված զգանք։ Այս սա է կոչվում մայա։ Այն, ինչ որ չկա։ Եվ սա է այն, ինչին որ համաձայնվել է Աստված,
արարելով նյութական աշխարհը, որտեղ իրականում ինքը երբեք չի դադարում լինել Աստված։ Ինքը երբեք չի դադարում լինել այն անձնավորությունը, որի հզորության հաշվին այս ամեն ինչը գոյություն ունի։ Հա, իսկ մենք երբեք չենք դադարում այս ամեն ինչից կախված լինել, բայց մենք մեզ երևակայում ենք Աստված, ու երբ որ Աստծուն ենք դիմում, ըստ էության պահանջում ենք, որ ինքը լինի մեր ծառան։ Հա, եւ այդպիսի տրամադրություն կարող է ունենալ միայն իլյուզիայի տակ գտնվողը, այսինքն երբ որ անձնավորությունը ինքը իր մեջ ունի մի կարծիք ինչ-որ մի բանի մասին, որը ընդհանրապես իրականության հետ ոչ մի կապ չունի։ Եվ դրա համար արիացիներն իրանք ասում են, գերագույն Աստծո անձնավորությունը ունի երկու էներգիա՝ ներքին եւ արտաքին։ Նրա ներքին էներգիայի ազդեցության տակ են ապրում նրանք, ովքեր պատրաստ են ընդունել ճշմարտությունը։ Նրա արտաքին էներգիայի ազդեցության տակ են ապրում նրանք, ովքեր ուզում են ունենալ անկախության պատրանքը։ Սա է այն ամենախորքային հոգեբանական քոքը նյութական աշխարհում ապրող կենդանի էակների։ Եվ հիմա Մայտրեյան ինքը սկսեց այդ կետից։ Եվ հետո արդեն կշարունակի իր բացատրությունները, մենք էլ կփորձենք հասկանալ իրեն, իսկ այսօր այսքանը։ Ստեսություն ձեզ։